компании «Ташир». Все грани бизнеса. Տաշիր բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում այս անգամ լոռեցի մանկավարժներն ու Լոռու մարզում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականներն են։ Ավելի քան 300 մանկավարժ եւ 50 գիտնական հավաքվել են մեկ հարկի տակ, գնահատվելու եւ արժանանալու Կարեն եւ Սամվել Կարապետյանների դրամական պարգևներին։ Նախորդնության ու բացման խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդը։ Կարող ես վաստակել աշխարհն էլ ունենալ քո սեփականությունը իբրև, բայց մարդ շահ է, գիտություն, մշակույթ շահ է, արվեստ շահ է, եւ նրանց միջոցով մեր մանկավարժներին մեծարել, գիտնականներին մեծարել ամեն մարդու բան չի։ Օրհնության խոսքից հետո Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը ողջունեց ներկաներին ու ներկայացրեց մեկտեղ հավաքվելու պատճառը։ Այսօր Տաշիր բարեգործական հիմնադրամի անունից մենք պարգևատրում ենք Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժների, ովքեր ներկայացնում են մարզի անխտիր բոլոր դպրոցները, ինչպես նաև շուրջ 50 երիտասարդ գիտնականների, ովքեր աշխատում եւ ստեղծագործում են մարզի տարածքում։ Չափազանց կարևոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ ձևավորելու գործում։ Յուրաքանչյուրին 100,000 դրամ։ Սամվել եւ Կարեն Կարապետյանները այս կերպ առաջին հերթին կարևորում են փորձ ու վաստակ ունեցող մանկավարժների աշխատանքը եւ սերունդների կրթման ու դաստիարակման գործում ունեցած ավանդը։ Նույնքան կարևոր է նաեւ խրախուսել երիտասարդ մանկավարժներին, ովքեր թեև նոր են ներգրավվել մանկավարժության դժվարին գործին, հասցրել են դրսևորել իրենց ինչպես հարկն է։ Երիտասարդ գիտնականներն էլ պարգևատրվում են առավելապես նրա համար, որ մնացել են հայրենի մարզում եւ իրենց գիտելիքներով նպաստ են բերում մարզի մտավոր ներուժի զարգացման գործին։ Գիտնականների դեպքում պարգևատրվել են բոլորը, պարգևատրվող մանկավարժներն ընտրվել են Լոռու մարզի բոլոր դպրոցներում անցկացված մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում։ Մեծ անակնկալ, գրեթե բոլոր պարգևատրվողները այսպես են բնութագրում տեղի ունեցածը։ Դժվարին ու ծանր աշխատանքի ամենակարևոր արժևորումներ ոչ նյութականը, այլ այն, որ ոչ միայն նյութականը, այլ այն, որ այսօր ուսուցիչը գնահատված է իր աշխատանքով։ Առաջին անգամ այսպես գնահատվեց մեր աշխատանքը, շատ հաճելի է, որ մենք էլ այսպես չանտեսվեցինք։ Փառք Աստծո, որ որոշակի առումով մեր աշխատանքը գնահատվեց, մեզ էլ ավելի պարտավորեցնի հետագա նվաճումներ ունենալու եւ կրկին այս նույն հարթակին ներկայանալու համար։ Կրթական ոլորտը մշտապես եղել է Կարապետյան եղբայրների ուշադրության կենտրոնում։ Մանկավարժները իրենց խոսքում նշում են, որ թեև աշխատում են ջանասիրաբար ու նվիրումով, իրենք էլ ինչպես բոլորն ունեն ուշադրության կարիք։ Ուրախությունը թաքցնել չի ստացվում, ժպտում են, բաժակ բարձրացնում հանուն ոլորտում առաջընթացի ու հեռանում։ Հիմնադրամի հաջորդ անակնկալը Ծաղկաձորում սպասում է լոռեցի երիտասարդներին։ Սարգիս Գոքորյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն։ Группа компании «Ташир». Все грани бизнеса.